Բան եմ խնդրում Տերից եւ ան շատ աղաչում, որ կյանքիս ոչ թե մի քանի օրեր, կյանքիս բոլոր օրերի մեջ Տիրոջ տան մեջ բնակվեմ։ Այն ժամանակ մենք գիտենք, որ Սողոմոնի պատրաստած չէ, դրանից հետո Սողոմոնը պատրաստեց քարեղեն տուներ, քարեղեն շինություններ, մարմներեն շինություններ, այդինք նյութական, բայց հիմա այդ տունը մենք ենք, իրեն լինի պատիվ, իրեն լինի հարգանք, իրեն լինի մեծարանք, որ մենք մեր Տեր Հիսուս եկեղեցու ամեն մեկս մի քար ենք եւ առաքյալ Պողոսն էլ շնորհակալություն հայտնում Աստծուն եւ ասում շնորհակալություն Աստծուն, որ Աստված խավարի իշխանությունից դուրս բերեց եւ տեղափոխեց իր որդու Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ լինելու։ Աստծո ամենաթանկագին ողորմությունը նա է, որ խավարի իշխանությունից մեզ դուրս է բերել։ Մենք հավատում ենք հավիտենական կյանքին, հավատում ենք, որ դա իրականություն է։ Դե հիմա խոսեմ իմ թերությունը։ Եթե իմ մասին խոսեմ, ես խոսեմ հաստատ իմ թերության մասին։ Բայց եթե խոսեմ Տիրոջ մասին, պետք է խոսեմ Տիրոջ գովասանության մասին, օրհնյալ լինի Տերը։ Ես երբ որ Աստված կանչեց իր փառախը, իմ միտքն էր աշխատում, հավատքս չէր աշխատում, միտքն էր աշխատում։ Միտքը պետք է լինի հավատքի հետևանքը։ Բայց իմ հավատքը մնացել էր մտքի հետևանքը։ Իմ միտքն էր աշխատում, բայց ես չէի նոր էի հավատքի մեջ, բայց դա Աստված տեսնում էր։ Մտածում էի, խորում էի, ասում եմ մարդ, ասում էի իմ մեջ, բայց չէի ֆայմում։ Կիսվել առաջնորդ եղբայրների հետ, որ ինձ օգնեին։ Այդենց եւ մի օր իհարկե ասած խոսքից համաձայն ներողություն եմ խնդրում, գնացի քնելու։ Երբ որ մտա տեղաշոր ու աչքերս անկախ իմ կամքին բերանս փակվեց։ Անկախ իմ կամքի հենց տեղաշոր վարկելուց աչքերս բերանս փակվեց։ Երբ որ փակվեց ու լսեցի Սուրբ Հոգին իմ բերանս փակեց։ Իմ սրտից ձայնով աղոթում էր մեր Տեր Հիսուսին, աղոթում էր։ Երբ որ աղոթում է Տեր Հիսուսին, ոչ թե միտք չէ, ինքը աղոթում է Տեր Հիսուսին ու ես լսում եմ ինչ է աղոթում մեր Տեր Հիսուսին, երբ որ աղոթեց այս ապուջ երկինքը, այս հսկայական երկինքը, տիեզերքը, այդ աղոթքը այնքան գերզոր էր, այնքան զորավոր էր, Սուրբ Հոգու աղոթքը, եղբայրներ քուրեր, շատ զորավոր, ասում եմ շատ խոսքը դա այդ չի, որ ես կարողանամ փոխանցեմ ձեզ, շատ մեծ ազդեցիկ աղոթքեր ու հայերեն լեզվով, ու դա լեզվով չէ, հայերն էր աղոթում, որ ես հասկանամ, բայց իմ բերանով չի աղոթում, իմ սրտից աղոթում, ես լսում եմ, ուրեմն ամբողջ կապույտ երկինքը ձգեց ինձ, ուրեմն ոնց ասեմ, ռեզինը նման, ամբողջ տիեզերքը այսպես ձգեց, այսպես բերեց իմ մոտ, այսպես բերեց, փոքրացրեց, ամբողջ տիեզերքը, այդ աղոթքը, երբ որ ձգեց բերեց իմ մոտ, իսկ կապույտ տիեզերքը որ տեսնում ենք, ռեզինը նման այսպես բերեց իմ մոտ, ու ես տեսնում եմ դա։ Եղբայրներ քուրեր ու այդ աղոթքի մեջ ես ինչ տեսա, որ Աստված հիշում եք այսպիսի խոսք կա Սուրբ Գրքում եւ գրված է Սուրբ Հոգին ինչ անում Սուրբեր համար, չէ՞, ինչ անում բարեխոսություն անում, աղոթք անում, դա այնքան զորեղ էր, որ այդ կապույտ տիեզերքը ոնց ձգեց, ես չեմ կարող ասել, ռեզին նման այսպես ձգեց բերեց իմ մոտ ու ես մարմնից դուրս եկա։ Երբ որ դուրս եկա, տեսա հակառակորդը մտել էր իմ սենյակ։ Լույսը հանգած էր սենյակիս, բայց մտությունը իմ հոգուս չէր խանգարում։ Երբ որ հելա տեսա իրեն,
տենց հրամայեցի տիրոջմով հրամայեցի ու ինքը իսկում ահով ու վախով ու սարսափած փախավ ինքը սենյակից փախավ գիտեք ինքը վախենում է մեզանից շատ անգամ հավատքի մարդիկ են վախենում բայց վախենալ պետք չի իրանից եղբայրներ քուրեր նա մեզանից վախենում ոչ թե մեզանով է վախենում, մեզանից է վախենում, մեր մեջ բնակվողից է վախենում, ալելույա Տիրոջ։ Եվ ես ուզում եմ, որ Սուրբ Հոգու այդ կարևորությունը Աստված բացի մեր մեջ։ Ու մենք ավելի խորը հասկանանք ով է եկել մեր մեջ բնակվելու։ Ու նորից հետ դարձա կամանց դա իմ մարմնիս մեջ շնորհակալություն ասում, որ Աստված բացել է հավիտենական կյանքի գաղտնիքը։ Ուզում եմ ընտեսեմ, բայց շատ կարևոր համար է իմ եւ ձեր համար, ժողովուրդ ջանասոյ, Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 18 խոսքից մի քանի խոսք ընտեսեմ, սա այն պահն էր, բայց ու շատ էր լինենք։ Եվ առավոտանց, երբ որ ետ էր դառնում, քաղաք սովեց։ Տերը սովեց։ Եվ ան ճանապարհի վրա մի թզենի տեսնելով գնաց նրա մոտ եւ նրա վրա մի բան չգտավ բաց միայն տերև եւ նրան ասեց այլևս քեզանից պտուղ չլինի Հավիտյան թզենին իսկույն չորացավ հետաքրքիր այստեղ մի նուրբ միտք կա ինչ ասում Տերը ինչ հետաքրքիր է Ուրեմն եղբայրներ ջան քուրեր այդ թզենու խորհուրդը մենք ենք լա ուշադիրեք մի նոր բան կա մի նոր խոսք ասում էր Տեր Հիսուսը եւ նրան ասեց այլևս քեզանց պտուղ չլինի Հավիտյան թզենին իսկույն չորացավ ասում է այլևս քեզ մե պտուղ չլինի Հավիտյան թզենին ինչ գործ ունի հավիտենության հետ Թզենին հավիտենության ինչ գործ ունի Նա ծառ էր, չէ, տարիներ պետք է ասներ, պետք է չորանար, չէ, վերջապես չորանալու խնդիր կա, բայց ասում է հավիտյան։ Այսինքն սա վերաբերվում է մեզ։ Եղբայրներ ջան քուրեր, մենք պետք է անհոգ չմնանք, սա լուրջ համար է, սա կարևոր համար է։ Մեր կյանքում Հիսուսը կգա ժամանակ կմոտիկանա մեր վրայից պտուղ ուտելու։ Հիշում եք Եսայիա մարգարեության 53-րդ գլխում գրված է անիկա իր աշխատանքի պտուղը պիտի տեսնա եւ ինչ անի կշտանա։ Պիտի կշտանա։ Այս խոսքը մեզ ցուցաբերում է, ցույց է տալիս, որ դա իրական թզենի էր, բայց դա վերաբերում է մեզ։ Դա վերաբերում մեզ, որ կգա ժամանակ Աստված մեզ կմոտիկանա ինչ անելու պտուղ ուտելու։ Բայց Տերը օգնի, երբ որ մոտիկանա սոված չթողենք իրան։ Հոգևոր կյանքով մենք լեցված լինենք, օրհնյալ լինի արարիչ Աստված։ Բա թզենուն ինչ եղավ, որ իսկույն չորացավ։ Սա էլ հարց առաջանում, չէ՞։ Ինչ եղավ, հետաքրքիր է։ Թզենուն ինչ եղավ։ Ըստ ֆիզիկայի, չէ, օրենքների դա անհնարին էր։ Անհնարին է իսկույն թզենին չորանա։ Ծառը, որ մենք կտրում ենք, վառելու համար ամիսներ ենք սպասում, մինչև այդ ծառը, փայտը չորանա, որ մենք վառենք, մենք օգտագործենք։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, իսկույն չորացավ։ Հետաքրքիր է, ինչ եղավ, որ չորացավ։ Առաջի գլուխ 11 խոստնդոց եւ Աստված ասեց երկիրը կանաչ խոտ բուսցնե սերմ տվող խոտ եւ պտղաբեր ծառ որ պտուղ տա իր տեսակի պես որի սերմը իրանում լինի եւ երկրի վրա եւ այնպես եղավ հիմա ինչ եղավ որ թզենին իսկույն չորացավ ուրեմն տեսեք եղբայրներ քուրեր չկա մի բուսականություն չկա մի կենթանություն, չկա մի մարդկություն, այն ինչ որ մեր աչքերը տեսնում են, որ Աստծո խոսք չլինի իր մեջ։ Ուրեմն որ խոսքը թզենու մեջ կար, ու թզենին պտուղ չէր տվել, այն խոսքը, որ 11-րդ խոսքը դրեց
երկրագնդի վրա, որպեսզի երկիրը իր տեսակի պես պտուղ ծառ տա, ու պտուղ տա այս թզենին, պտուղ չէր տվել։ Այն խոսքը, որ թզենու մեջ կար, Աստված Տեր Հիսուսը այդ խոսքը վերցրեց։ Հիշում եք, այսպիսի համար կավետարն Տերն ասե, անձամբ Տերն ասե, որ ասեց, չունեցողից կվերցվի, ումա տրվում նրանք, որ ունեն։ Ուրեմն մենք պետք է շատ զգուշ վարվենք Աստծո խոսքի հետ։ Ուրեմն մեր կյանքը պտուղ տալը կախված է Աստծո խոսքից, բայց անհատից կյանքում Հիսուսը մոտիկանալու է, գիտեք։ Կյանքի վերջում էլ ինքը մոտիկանալու է մարդուն, որ ինքը սոված չմնա։ Հալելույա Տիրոջ։ Դու տեսնում եք ինչ կարևոր է Աստծո խոսքը, եղբայրներ խոսեցին խոսքի մասին, ինչ կարևոր է Աստված օգնի։ Մի անգամ Հովհաննես Ավետարան 11-րդ գլխում մենք գիտենք Ղազարոսի հարության, չէ՞, գլուխն է դա, Ղազարոսին, որ Տերը հարություն տվեց, Տերը բացեց, ինչ տեսա։ Ես տեսա, որ խոսքը իջավ գերեզման։ Խոսքը մտավ, մենք տեղյակ ենք, չէ՞, որ Տեր Հիսուս գերեզման չմտավ։ Տեղյակ ենք, չէ՞, բոլորս տեղյակ ենք։ Հիսուսը չմտավ գերեզման, որ մտավ գերեզման, իր խոսքը մտավ գերեզման, եղբայրներ քույր, հալելույա Տիրոջ։ Եվ դա Աստված, որ այդ խոսքը, երբ որ լսում ենք կամ ընթեցանում ենք, Աստված օգնի այդ խոսքը իջնի մեր հոգու մեջ, որ իրա պտուղը տա։ Եղբայրներ ջան քույրեր, նենց լինի, որ մեր կյանքի ավարտին ես ու դու լինենք պտղաբեր։